Երևանից 400 կիլոմետր երկարությամբ ոլորաններն անցնելուց հետո քեզ դիմավորում է Մեղրին։ Լեռնային լաբիրինթոսների մեջ թաքնված այս քաղաքի էությունը հասկանալու համար պետք է շնչել նրա օդը, միաժամանակ զգալ արևի տապն ու լեռների զովությունը։ Մեղրեցի Անդրանիկ Հովհաննիսյանն է նկարագրում իր ծննդավայրը, որը նրա համար միայն աշխարհագրական կետ չէ, այլ կյանքի մի ամբողջ ճանապարհ, սկսված գետափնյա մանկությունից։ Մեղրիում եմ ծնվել, մեծացել, հենց այս գետի ափին ու հենց այստեղ եմ մեծացել, քանի որ ամառային արձակուրդներին ընտանիքով միշտ իջնում էինք այստեղ հողագործություն անելու, ցանելու, անասնապահությամբ զբաղվելու եւ այս գետում, այս քարերի մեջ եմ մեծացել շատ ժամանակ։ Որպեսզի տարածքը ստանա ներկայիս տեսքը, տարիների աշխատանք է պահանջել։ Անդրանիկը հիշում է, թե ինչպես են անդադար աշխատել, հողը մաքրել ու այսօր արդեն ունեն բարձր արժեք ունեցող խնամված հողակտոր։ Հիմա տարածքի արժեքն ու նշանակությունը օր-օրի ավելի է մեծանում, քանի որ հյուսիս-հարավը անմիջապես իմ աջ կողմով է անցնում եւ գալիս է անմիջապես հարելով տարածքին, բարձրանում է, հուսով եմ մուտք էլ կունենանք հյուսիս-հարավից ու ինքը կդառնա մի հատ ճգնաղ միջավայր ամբողջ աշխարհին հյուրընկալելու համար։ Այսօր Մեղրիի օդում շինարարության աղմուկն է, որը տեղացիների համար ոչ թե անհանգստության, այլ հույսի ու ապագայի ձայնն է։ Հյուսիս-հարավ մայրուղին դարձել է այն հիմնական երակը, որի շուրջ կենտրոնանում է համայնքի տնտեսական կյանքը։ Իրականում այս վերջի տարիներին հենց հյուսիս-հարավի շինարարությունը արդեն Մեղրիում շատ բան է փոխել, դե պատկերացնում ենք գործելով քանի անգամ ինքը ավելի արդյունավետ կլինի ու ինչքան շունչ կբերի համայնքին, բայց արդեն իսկ աշխատանքները փաստ են դարել, որ Մեղրու բնակչության մոտ ավելի գումար է հայտնվել եւ ներդրումներ են արվել համայնքի վրա, համայնքային հողերի նշանակությունն է բարձրացել ահագին եւ արժեքներն է բարձրացել, մարդիկ ոչ թե թանկ են վաճառում իրանց հողերը, այլ առհասարակ չեն ուզում վաճառել իրանց տարածքները եւ նույնիսկ թանկ գնով մի քիչ դժվար է գտնել տարածքներ գնելու համար, նամանավանդ եթե տարածքները հարակից են հյուսիս-հարավին եւ հələ պատկերը չունեցող թրիփի ուղուն, պատկերը չունեցող, այսինքն չգիտենք որ այգիներն են իրան կիցելնելու, որոնք քանի որ ճանապարհը մի քիչ փոխվելու է եւ այլն, տարածքները որ մոտ են այդ ճանապարհին, արդեն մարդիկ իրանց հողերը շատ են արժևորել, թանկացրել։ Մոտավորապես հիմա 1000 քառակուսի հողը տենց լավ տարածքներում 30-35 միլիոնից պակաս չեն ասում։ Ասելուց հետո էլ մի քիչ մտածում են ճիշտ են ասել, վաճառեն թե չվաճառեն ու դեպքեր իմ ընկերների մեջ եղել է, որ ասել են ու փոշմացել են, նորից չեն վաճառել։ Հողերի թանկացումը ըստ նրա խոսում է վստահության մասին։ Մարդիկ սկսել են գնահատել իրենց հողի արժեքը, գիտակցելով, որ այն դառնում է խաղաղության խաչմերուկի կարևոր մի մասնիկը։ Մեղրին, որը ժամանակին հյուրերին հազվադեպ էր տեսնում, այժմ տուրիստական աշխույժ կենտրոն է դառնում։ Հյուրատների եւ հյուրանոցների քանակի աճը Անդրանիկի խոսքով ապացուցում է, որ քաղաքը դուրս է եկել իր նախկին մեկուսացումից։ Մեղրին ասում էին շրջագծից այն կողմ, քանի որ իրականում Հայաստանից կտրված էր ու շատերը որ ասում էին Մեղրի, ասում էին ախպեր այդ որտեղ է։ Ու երբ որ Մեղրիում նոր մարդիկ էին մտնում, հյուր էին գալիս մեկին կամ չգիտեմ, պետքա Իրան գնային, ասես նայում էինք զարմացած, ասում էինք էս ով է եկել Մեղրու, էսում հյուրն է, ով է, ինչացու է, հա։ Հիմա ամեն օր նոր դեմքեր ենք տեսնում, նոր մարդիկ, տուրիստներ։ Ես այս ամեն ինչը դարել է 5 տարվա մեջ մի հատ սովորական երևույթ։ Կյանքը փոխվել է, կյանքը եռում է։ Օր-օրի Մեղրին քաղաքի դեմք է ստանում։ Ես Մեղրին որպես քաղաք չեմ պատկերացրել, ճիշտ է ինքը քաղաք ա եղել, բայց քաղաքի հետ կապված ինքը ոչ մի ստրուկտուրա նորմալ չի ունեցել։ Հիմա օր-օրի նոր թարմություններ ա մտնում ու երևում է ապագան։ Իրականում երևում է ապագան, թե մարդկանց մեջ, թե նորակառույց ինչ-որ հաստատություններում, ինչքան են շատացել հյուրանոցներն ու հյուրատները։ Անդրանիկը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Ասում է, անցած ճանապարհը թույլ է տալիս ռազմավարական եւ տնտեսական հարցերին նայել առանց պատրանքների։ Պատրաստ է հյուրընկալել իր տարածք եկած բոլոր ազգերին, թե զբոսաշրջիկ են, բարով են եկել։ Զբոսաշրջությունն իր քաղաքում զարգացնելու նպատակով էլ հստակ քայլեր է անում, ապագայի պլանները շատ են։ Սկսել եմ խոհանոցից, սննդից, ուզում եմ մոտ տարիներում նաև հյուրանոցային բիզնեսով զբաղվեմ, այստեղ հյուրատներ, էկոտնակներ կառուցել։ Իրականում նպատակները ավելի մեծ են,
Ուզում եմ հիմնել տուրիստական գործակալություն։ Անդրանիկը համոզված է, որ շատ շուտով իր բոլոր նախագծերն իրականություն կդառնան։ Վկա են իրենց տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներն ու մերթընդմերթ լսվող պայթյունի ձայները։ Ասում է, այդ ձայներից վախենալ պետք չէ, այլևս ռումբեր չեն պայթում։ Խաղաղություն է։ Թունելների ու կամուրջների կառուցման համար քարեր են պայթեցվում։